Այն ընտանիքները, որոնք ունեն, որտեղ 4-րդ երեխան ծնվում են, 4-րդ բալիկը, պետությունը պարտավոր է մարզում տալ բնակարան այդ երեխային, այդ ընտանիքին, ու այդպես շարունակ, այսինքն ենթադրենք 4-րդ երեխան ծնվել, բնակարան են տալի, 5-րդ երեխան մի հատ էլ բնակարան, 6-րդ երեխան մի հատ էլ բնակարան, 7-րդը մի հատ էլ բնակարան, ինչի է սա շատ կարևոր, դուք կարող եք հարցնել, կամ ինչ-որ մեկը կարող ասել, դե լավ, այդ ինչի համար է, ժողովուրդ ջան, մենք ուրիշ ելք չունենք, մեր մարզերը այսօր այնքան շատ են դատարկվում։ Մերսի, շատ շնորհակալություն։ Ես այն առաջվանը չեմ մոռացել։ Տեսեք, դուք ձեր անունը ինչ է։ Վրիպում չեք դուքվել։ Ձեր այն առաջվա պաշտոնին ես հիմա կարող եմ մոռացած լինեմ։ Մարդու իրավունքների պաշտպաններ։ Կես որ արգելքներ դրեց մեր մթերքի։ Շատ սխալ է վերաբերվել, շատ վատ։ Տակը տուժում է մեր գյուղացին ու մեր բիզնեսը։ Շատ սխալ է վերաբերվել։ Բա ո՞նց կարող է լավ վերաբերվի։ Մեզ ճնշում են։ Շատ սխալ են անում։ Ճնշում են, որ իրանց ուզած տեխնացուներին առաջ տան։ Այդ ճնշումը հետո դրա վերջ ոնց պիտի լինի ողջ։ Մենք տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության հետ շատ փոխկապակցված ենք։ Այո, ճիշտ։ Միջազգային մեր առևտուրը, ներմուծումներն ու արտահանումները վերցնում ենք, հիմա մոտորապես 39-40%-ը մենակ Ռուսաստանի հետ է։ Եվ ամենաշատ կախվածությունը վերջի 6-7 տարիների ընթացքում ավելի շատ է եղել։ Ամենակարևորը որն է, որ դու պետք է խելացի լինես, սկսես ընկերություն անել Եվրոպայի հետ, Ամերիկայի հետ, Հնդկաստանի հետ, Չինաստանի հետ, բայց դրա տարիներ է պահանջում, որ դու կախվածությունը դիճացնես։ Իմ համար գիտեք ինչն է կարևոր, որ ոչ թե ընտրի իմ համար Մոսկվան, Վաշինգտոնը, Բրյուսելը, չգիտեմ Բաքուն, այլ ընտրությունը կատարի Մեղրին, Կապանը, Սյունիքը, Վանաձորը, Շիրակը, այս սա պետք է լինի կարևոր։ Մեզ պետք է ժողովրդի մասին մտածող իշխանություն, որ այսքան տարիների չարչարանքը, որ մեր ժողովուրդը քաշել է, պարակտված վիճակը ինչի է գալիս։ 35 տարի մեզ պարակտել են, ամեն մեկը եկել է գնացել է, իր քաղաքական շահերն առաջ տարել։ Ես պատասխանատու ասում եմ, մենք մեր թիմով հանձնառում ենք լուծելու մեր Հայաստանի հարցերը։ Քվեարկեք միասնության թևերի օգտին։ Քվեաթերթիկ համար 6